Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր միասին կբացահայտենք, թե որոնք են ծովային թերապիայի առավելությունները։ Ծովաբուժությունը կամ թալասոթերապիան թերապիայի մի ձև է, որը օգտագործում է ծովային ռեսուրսները։ Ծովաբուժության ժամանակ ծովային տարրերը օգտագործվում են միասին կամ առանձին, որոնք են ծովի ջուրը, ցեխը, ջրիմուռները, ծովից հանած բազմաթիվ տարրեր, ինչպես նաև արևը և ծովային կլիման։ Հնագույն ժամանակներից ի վեր ծովի ջուրը օգնում է բուժել բազմաթիվ հիվանդություններ։ Շնորհիվ ծովի ջրի մեջ առկա բարձր պարունակությամբ միկրոտարրերի և հանքային աղերի, այն ամրապնդում է մեր օրգանիզմը և օգնում է կանխել որոշակի առողջական խնդիրներ։ Ծովի ջուրը նպաստում է թուլացմանը և նվազեցնում է սթրեսը։ Ծովի գույները, ալիքների շարժումները և անսահմանությունը հանգստացնող ազդեցություն ունեն ուղեղի և նյարդային համակարգի վրա։ Ծովի մոտ խորը շնչելը նվազեցնում է արյան ճնշումը, մաքրում է շնչուղիների բորբոքումներից և նպաստում է ավելի լավ քնին։ Գիտեք, որ մարդու արյան պլազման գրեթե նույնական է ծովի ջրի կազմին։ Այս կենսաբանական նմանությունը բացահայտվել է գիտական հետազոտությունների շնորհիվ։ Հենց դրանով է բացատրվում, որ երբ շատ հոգնած ենք կամ գտնվում ենք սթրեսային վիճակում, խորհուրդ է տրվում ծովային հանգիստը։ Երբեմն մարդ կենսական պահանջ է զգում անջատվելու և լիցքավորվելու ամիսներ շարունակ կուտակված լարվածությունից հետո։ Ծովային բուժումը նշանակում է ձեզ համար ստեղծել հաճելի միջավայր, որտեղ մարմինն ու միտքը վերագտնում են իրենց բնական ներդաշնակությունը։ Այն շատ բարերար ազդեցություն ունի հետծննդյան վերականգնման համար։ Ծովի աղի ջուրը նպաստում է բջիջների վերականգնմանը, որը ծորագի ջուրը չի կարող ապահովել։ Ժամանակակից մարդու մարմինը, որը հաճախ ենթարկվում է սթրեսի և օդի աղտոտվածության ազդեցությանը, ծովում գտնում է հանքանյութերի անմիջական բնական աղբյուր։ Տաք ծովային ջրի մեջ ընկղմվելով, մարմինը մաշկի միջոցով կլանում է իրեն անհրաժեշտ հանքանյութերը։ Ծովում առկա բազմաթիվ հանքանյութերի շարժումը յոդ է, որը օգնում է մարմնին պայքարել վարակների դեմ, միաժամանակ խթանելով վահանացել գեղձի աշխատանքը։ Ծովային միջավայրը գործում է որպես կատալիզատոր, վերակենդանացնելով հոգնած մարմինը և վերականգնում է բնական ինքնավերականգնողական ունակությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծովի ալիքների ձայնը շատ բարերար ազդեցություն ունի հոգևոր բարեկեցության համար, իջեցնում է կորտիզոնի մակարդակը և ավելի է հանգստացնում մարդկանց, քան մեղմ երաժշտությունը։ Հենց այս առավելությունների պատճառով է, որ գոյություն ունեն շատ թալասոթերապիայի կենտրոններ։ Ծովի ջուրը երիտասարդացնում է օրգանիզմը։ Շնորհիվ ծովի ջրի մեջ մագնիզիումի բարձր քանակի, այն նպաստում է մեր մկանների, նյարդերի առողջությանը, արյան մեջ շաքարի մակարդակի չափավորմանը, արյան շրջանառության կարգավորմանը, ռևմատիզմի և այլ հիվանդությունների բուժմանը։ Ծովի ջուրը շատ օգտակար է մեր մաշկի համար։ Այն հարուստ է ցինկով, մագնիզիումով, երկաթով, յոդով, կալիումով, կալցիումով և այլ հանքանյութերով, որոնք պաշտպանում են մաշկը, բուժում են վերքերը, քերծվածքները և խթանում են ջրահեռացմանը, որը նվազեցնում է ցելյուլիտները։ Երբ գտնվում ենք ծովի ջրի մեջ, մաշկի միջոցով մեր օրգանիզմ են ներծծվում բազմաթիվ միկրոտարրեր, որոնց կարիքը ունի մեր օրգանիզմը նորմալ գործելու և աճելու համար։ Ծովի ջուրը բարելավում է շնչառությունը։ Դա պայմանավորված է նրանով, որ այն շատ աղի է, որը նվազեցնում է բորբոքումը, մաքրում է կոկորդը և շնչառական համակարգը։ Լողալը նպաստում է վերաձևավորել մեր կազմվածքը, տոնուսավորել բոլոր մկանները, քանի որ ջրի մեջ շարժումները մեծ ջանք չեն պահանջում։ Ծովում լողալը բարելավում է արյան շրջանառությունը, մաշկի երանգը, ամրապնդում է սրտի աշխատանքը և շնչառությունը, թեթևացնում է հոդերի ցավը և մեծացնում է ոսկրային խտությունը։ Ծովում լողալը և ոդափոբիկ ավազների վրա քայլելը շատ բարենպաստ է մեր առողջության համար և ունի հողակցող հատկություն։ Ազատ ռադիկալները, որոնք դրական էլեկտրոնների ձևով գտնվում են մեր օրգանիզմում, շփվելով ջրի և ավազի բացասական էլեկտրոնների հետ, հավասարակշռվում են։ Ահա թե ինչու դուք ավելի էներգիայով և ավելի հանգիստ եք զգում, երբ լողափում եք, և այդ պատճառով է, որ շատերս բնականորեն ձգտում ենք դեպի ծովը։
Ծովի ջուրը բարձրացնում է իմունիտետը, այն օգնում է բուժել թուլացած իմունային համակարգը, ահա թե ինչու այն լայնորեն օգտագործվում է ժամանակակից բժշկության մեջ։ Սիրելիներս, քանի որ ամառային հանգստի շրջանն է, հնարավորություն թեքվում, բաց մի թողեք ծովում հանգստանալու առիթը։ Շնորհակալություն եմ հայտնում, որ հետևում եք իմ հաղորդումներին, և եթե այն ձեզ դուր եկավ, ցանկալի է, որ հավանեք, գրեք մեկնաբանություններ և բաժանորդագրվեք իմ ալիքին։ Առողջություն և հաճելի ամառային հանգիստ բոլորիդ։